Արդյոք կարելի է տեղադրել ատամնային իմպլանտներ, եթե կա պարոդոնտալ լնդային հիվանդություն։ Այս հարցին պատասխանել կարող է միայն նեղ մասնագետ պարոդոնտոլոգը, որովհետև այդ հիվանդության լինել-չլինելը դիագնոզվում, ախտորոշվում է միայն պարոդոնտոլոգի կողմից, իսկ մյուս ընդհանուր պրոֆիլի ստոմատոլոգները իհարկե կարող են հասկանալ, որ նման հիվանդություն կա, եւ եթե իրենք անձամբ չեն զբաղվում նման պրակտիկայով, միանշանակ պետք է ուղղորդել պարոդոնտոլոգի մոտ։ Եթե մեկ բառով պատասխանենք կարելի է իմպլանտներ տեղադրել պարոդոնտալ խնդիր ունեցող պացիենտին, թե ոչ, ապա պատասխանը կլինի ոչ, որովհետև պարոդոնտալ խնդիրը, այսինքն այն ինչը որ առաջացնում է այդ լնդային խնդիրը, այդ բիոթաղանթը եւ վտանգավոր միկրոօրգանիզմները, որոնք կան փարի եւ քարի մեջ եւ որոնք ատամնակարի եւ որոնք փաստորեն տեղավորվում են պարոդոնտալ գրպանիկներում, շատ հեշտությամբ կարող են վնասել նաև ատամնային իմպլանտները որևէ բացառություն չեն կազմի եւ ասեմ ավելի, իմպլանտների վնասումը շատ ավելի հեշտ տեղի կունենա, քան բնական ատամների վնասումը եւ շատ ավելի արագ ժամկետներում։ Այնպես որ ցանկացած դեպքում ցանկալի է պարոդոնտալ խնդիրը լուծել եւ հետո նոր կատարել ատամների իմպլանտացիա եւ հետագա պրոթեզավորում։